Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական անընդհատ օգտագործել։ Նիկոլ Փաշինյանը կարևոր հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում եւ սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի։ Ինչու՞։ Այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը եւ ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ինքը ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։ Հիմա իհարկե ես համոզված եմ, որ ընկերությունների մի մաս արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսները անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, ինքը որոշակիորեն ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի եւ դերաբաշխման առումով։ Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու, սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով, կրթությունով նույնիսկ եւ այստեղ շատ մեծ վերլուծական եւ գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք հանկարծ խնդիրների առաջ չկանգնենք երկարաժամկետում, որովհետեւ պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ինքը ծանոթ երևույթ չի եւ իր հետևանքներն էլ ճիշտ է անդադ վերլուծվում են, բայց շատ ճշգրիտ ալգորիթմեր չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում, բայց նաեւ ես միշտ այս ժամանակաշրջանի մասին մտածելիս մտածում եմ առաջին արդյունաբերական հեղափոխության մասին, որ երբ որ հոսքագծերը ստեղծվեցին, մանուֆակտուրաները ստեղծվեցին, արհեստավորները հարձակվում էին մանուֆակտուրաների վրա, հրդեհում էին մի հարցադրման ներքո, եթե այսպեսին է լինելու աշխատանքը, մենք ինչով ենք զբաղվելու եւ ինչով ենք ապրելու։ Իհարկե այդ հարցը այդ պահին ուներ իր հստակ հիմնավորումը, բայց հետո այլ բան տեղի ունեցավ։ Մարդկային հսկայական ներուժ իրոք ազատվեց եւ մարդկային հսկայական ներուժը, որ նախկինում մտածելու ժամանակ չուներ, սկսեց մտածել եւ արդյունքում տեղի ունեցան այն տեխնոլոգիական ճեղքումները, որոնք մենք այսօր, ես պատկերավոր ասած, ասում եմ մարդը արհեստանոցից կտրվեց եւ սկսեց մտածել եւ ստեղծեց տիեզերանավ եւ թռավ տիեզեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը նույնպես այդ էֆեկտն է ունենալու եւ մենք պետք է հասկանանք ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել, որպեսզի այն պարզա որ ընկերությունները եւ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի արհեստական բանականության գործիքները ավելի շատ օգտագործվեն, որովհետեւ խոսքը ի վերջո արդյունավետության մասին է։ Մենք վերջին տարիներին միլիարդներ ենք ծախսել, որպեսզի տնտեսությունը արդիական եւ արտադրողական արդյունավետ լինի, եւ այս առումով նույն մեր ամենահաջողված ծրագրերից մեկը, որը հույս ունեմ, որ ներկաների առնվազն զգալի մասը օգտվել է, մասնավորապես տնտեսության արդիականացման ծրագիրը, որ մենք խոսակցական լեզվով լիզինգի ծրագիր ենք անվանում, ինքը շատ կարծում եմ էական դերակատարում է ունեցել, որպեսզի մենք տնտեսական այս դինամիկան ապահովենք եւ մեծ հաշվով 2018-ից մինչեւ օրս ի հեճուկս 20 թվականի կոവിഡ് պատերազմ եւ այլն մենք միջինում 7% տնտեսական աճ ապահովել ենք, որը կարծում եմ շատ մեծ տնտեսական ցուցանիշ է, 8 տարի միջինում 7% տնտեսական աճ ապահովել, ես դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ։ Հիմա ընթացիկ հարցերից օրինակ աշխատանքի շուկայում ես նաև որ վերջին ամսվա ընթացքում ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ, երկու առանցքային հարց կա, որ իմ կարծիքով այս օրերին շատ քննարկվում է։ Առաջին հարցը հետեւյալն է, որ այն մարդիկ, ովքեր այսպես սահմանային աշխատավարձ ունեն կապված առողջության ապահովագրության շահառու դառնալու հետ, իրանք այդ խնդիրը շատ բարձրացնում են, ասենք 200,000 եւ ավել դրամ աշխատավարձ ստացողներն են, որ առողջության ապահովագրության են, շատ մեր առաջ հարցեր են բարձրացնում, որ կամ եզրային են, կամ այնուամենայնիվ ինչ որ աշխատավարձից վերային հատված կա եւ ես կուզենայի, որ այդ այն դեպքերում, երբ որ մենք շատ մոտ ենք այդ եզրին, ասենք 195, 197 եւ այլն, իսկ այսպիսի աշխատավարձեր կան,
շատ շնորհակալ կլինեինք, եթե դիեզերային վիճակները մեր հարգելի գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեն, որովհետև մեզ համար անակնկալ ձևով առողջության ապահովության համակարգը բավականին լավ աշխատում է։ Մենք ճիշտն ասած, երբ որ ներդրում ենք համակարգը, շատ լարված էինք, բայց բնականաբար նման շրջադարձային որոշումները լարվածություն են առաջ բերում, մանավանդ որ Հայաստանում 2 անգամ արդեն եղել է փորձ առողջության ապահովագրությունը ներդնելու, 2 անգամ էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել։ 2026 թվականի հունվարի 1-ը երկրի առողջապահության համար եղավ գլոբալ բարեփոխումների սկիզբ, ներդրվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահական փաթեթը կրում է կանխարգելիչ բնույթ հիվանդությունների վաղ հայտնաբերման մի շարք ծրագրերով ու ներառում բուժման ընդգրկուն ծառայություններ։ Պետությունն արեց հնարավորը մատուցվող բուժծառայությունների ֆինանսական բեռը հնարավորինս թեթևացնելու տեսանկյունից ապահովագրական փաթեթի ընդհանուր արժեքը տարվա կտրվածքով 129,600 դրամ է։ Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն այս պահին հասնում է 1,700,000-ի։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։ Խորհրդարանականներից բացի ներկա է պատասխանատու գերատեսչության նախարարը։ Քննարկման սեղանին կարևոր հարցի պատասխանն է համակարգի ներդրումից հետո ինչ ունենք 100 օր անց։ 100 օր անց ունենք 100,000-ավոր քաղաքացիներ, ովքեր հաջողությամբ օգտվել են բժշկական ծառայություններից եւ ըստ էության արդեն իսկ համակարգը սահուն հանգիստ գործընթացի շրջափուլ է մտել։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ 4-5 միլիոն դրամի բժշկական ծառայություններ են ստացել։ Անահիտ Ավանեսյանը երկրի համար համակարգի ներդնումը համարում է պատմական ձեռքբերում։ Մինչև հունվարի 1-ը արդեն իսկ փոխգործելիության եւ մեր նախապատրաստական աշխատանքների շնորհիվ ձևավորվեց առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների ռեգիստրը եւ պետական այլ կառույցներում արկա տեղեկատվությունները համադրելու միջոցով մենք կարողացանք ավտոմատ կերպով ձևավորել ապահովագրված անձանց ուրեմն շտեմարանը։ Առաջին համակարգչային տոմոգրաֆիան, որ ապահովագրության շրջանակներում իրականացրել ենք, եղել է հունվարի 1-ին, առաջին վիրահատությունը, դիմացունոտային վիրահատությունը եւս եղել է հունվարի 1-ին, առաջին կատարված ստենտավորումը եղել է հունվարի 5-ին եւ առաջի անգամ կատարակտի վիրահատությունը եղել է հունվարի 9-ին։ Նախարարը ներկայացրեց նաև վիճակագրություն համակարգի շրջանում մատուցվող բուժծառայությունների վերաբերյալ։ Վիրահատությունների թիվը կազմել է 68,000, ամբուլատոր, ուրեմն ձևաչափով հետազոտությունների թիվը 1,386,000, դեղերի դուրս գրման թիվը 458,000։ Քաղաքացիների շրջանում գոհունակությունը եթե չասեմ 100% է, բացարձակ մեծամասնություն է, որովհետև քաղաքացիները օգտվում են տարատեսակ բժշկական ծառայություններից եւ հետազոտությունների հնարավորություններից եւ դեղորայքային ապահովման ներդրված մեխանիզմներից։ Ապահովագրական փաթեթում ներառված է 2400 ծառայություն, դեղերի 600-ից ավելի ցանկ։ Նախարարի դիտարկմամբ առաջիկա տարվա համար ծավալը կպահպանվի, շեշտակի փոփոխություններ չեն նախատեսվում։ Իրականացված վիրահատությունների շարքում մեծ թիվ են կազմում սիրտանոթային ստենդավորումները, սրտային պաթոլոգիաներով վիրահատական միջամտություններն ու կատարակտի վիրահատությունները։ Շատ քաղաքացիներ տարիներով տարապել են կուրությունից եւ ըստ էության նրանք այս վիրահատության միջոցով վերագտնում են իրենց տեսողությունը, վերագտնում են իրենց ինքնուրույնությունը։ Առաջին եռամսյակում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող ծառայություններից օգտվել է 65+ տարիքի 570,000 քաղաքացի։ Նախարարը խոսեց նաև համակարգի շրջանակում ծառայություններ մատուցող բուժհաստատությունների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։ 581 բժշկական կենտրոնների հայտեր ենք դիտարկել, 549 արդեն հաստատվել են, ուղարկվել են ուղղման 18 հայտեր, մերժվել են 14-ը։ Այս պահին ունենք 53 անկախ լաբորատորիաների հետ կնքված պայմանագրեր։ Ինչպես արդեն հայտնի է, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվեց փուլային տարբերակով։ Գրավչությունը քաղաքացիների շրջանում բավական մեծ է, նշում է նախարարն ու հավելում։ Հենց
հենց այդ պատճառով էլ մենք վերջերս փոփոխություն իրականացրեցինք եւ 2027 թվականից արդեն տաքսի վարորդները եւ փոխկապակցված անձինք եւս կկարողանան ներառվել առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ 28 թվականին մեր վերջին խումբը կմիանա գյուղացիական տնտեսությունները։ Առաջնահերթությունները հնդածս փոփոխվում են անընդհատ եւ շատ կարեւոր հանգամանքը նա է թե մենք այս բային ինչ առաջնահերթություն ունենք, այլ այդ առաջնահերթությունը բաց չթողելու մեջ է, որ մենք այդ առաջնահերթությունները լինենք բավարար ուշադիր եւ կարգավորելով, ընդլայնելով առաջ գնանք։ Մինչև 2029 թվականը համակարգում կընդգրկվեն հանրապետության բոլոր խմբերի քաղաքացիները։ Մանրադիտակները Մասիսի ավագ դպրոցում կենսաբանության ժամին ամենից շատ կիրառվող լաբորատոր սարքերն են։ Ունենք շատ մանրադիտակներ, ամբողջությամբ չենք կարող անենք դնենք, տեղավորում ենք օգտագործելուց հետո, բայց ունենք բոլորին էլ բավական է։ Լաբորատորիայում սակայն շատ կան նաև տուփերով սարքեր, որոնք 1 տարի առաջ են ստացել ու բացվել են մեկ անգամ միայն։ Ջրի թորման սարք, ԴՆԹ-ի նույնականացման հավաքածու, մի քանի տասնյակի հասնող գործիքներ են ստացել, որոնց կիրառելու ձևը դեռ չգիտեն, ասում են։ Սպասում են նախարարության վերապատրաստման ծրագրին։ Ուղղակի քանի որ չենք օգտագործում, դրել ենք վերևում։ Կենսաբանության տվյալների հավաքագրում, Քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաների համար անհրաժեշտ լաբորատոր գույք գնելու համար պետությունը 7 միլիոն դրամից ավելի գումար էր հատկացրել։ Սարքերը, որոնց ծանոթ են տիրապետում են, դասին կիրառում են, տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնականով։ Իմիջիալոց մեր 12-րդ դասարանում ունենք շատ խելացի երեխաներ, իրենց օգնությամբ կարողացել ենք օրինակ pH-ի լուծման այդ սարքը օգտագործենք։ Սարքերը ժամանակակից են, նորագույն, պնդում են, դրանց ուղեկցող ուղեցույց ձեռնարկներով առաջնորդվելն էլ չի օգնել հավաքելու, գործի դնելու համար։ Շատ սարքեր ինչքան փորձում եմ օգտագործել, ոչ լիարժեք է ստացվում, որովհետև իրոք այդ վերապատրաստման կարիքը կա, բայց դեռ մեզ չեն հասել։ Գիտեմ, որ անում են, բայց դեռ մեզ չեն հասել։ Դպրոցում 283 աշակերտ է սովորում։ Նախագծային աշխատանքները միշտ առաջնային են։ Ֆիզիկայի օրենքներով բացվող, փակվող կամուրջներ են նախագծել, մակետներ սարքել, քիմիայի նյութերով օճառներ են ստացել, պլաստիկ վերամշակել։ Մեր ՀՊՉ-ն հիմնական նպատակը ոչ միայն ուղղակի ակադեմիական գիտելիք ունենալն է, այլ կարողունակությունների ձևավորումը, այսինքն ստացած գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունը, եւ բնականաբար այս լաբորատորիաները ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի կարողանանք այն խնդիրը, որ մեր դրված է ՀՊՉ-ի իրականացման հետ կապված կատարել։ Դպրոցի երկու մասնաշենքերից մեկը շահագործման է հանձնել 2024-ին վթարային դարձած եռահարկ շենքի վերակառուցման ծրագրին պետբյուջեից ընդհանուր ներդրվել է 801 միլիոն դրամ։ ԱՄՆ զինված ուժերն ապրիլի 13-ի երեկոյան կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է երկրի կենտրոնական հրամանատարությունը։ Շրջափակումը կկիրառվի իրանական նավահանգիստներ մտնող եւ այնտեղից դուրս եկող բոլոր երկրների նավերի նկատմամբ անխտիր։ Միևնույն ժամանակ ամերիկյան ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունն այն նավերի համար, որոնք չեն ուղևորվում իրանական նավահանգիստներ եւ դուրս չեն եկել այնտեղից։ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթ գնողներին եւ վաճառողներին։ Նավթի գինը կրկին աճել է։ ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ շրջափակումն ուժի մեջ կմտնի եւ Իրանն այլևս չի կարողանա նավթ վաճառել։ Նրա խոսքով Իրանի ռազմական ներուժը ոչնչացվել է եւ հրադադարը պահպանվում է։ Թրամփը հավելել է, բանակցությունները ցույց տվեցին, որ Իրանը դեռ ցանկանում է միջուկային զենք ստանալ, սակայն դա երբեք տեղի չի ունենա։ Իրանից արձագանքել են այս հայտարարություններին։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով երկիրը չի տրվի որևէ սպառնալիքի։ Արտգործնախարար Աբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իսլամաբադում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը շատ մոտ էր, սակայն ամերիկյան կողմն առավելապաշտական պահանջներ է ներկայացրել, անընդհատ փոփոխել է պայմանները։ Թեմայի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Ռուսաստանի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանը Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրն անհասանելի չէ, եթե Թրամփի վարչակազմը հարգի միջազգային իրավունքը։ Ավելի վաղ Թրամփը գրառումներ էր կատարել Truth Social հարթակի
հարձակում, նշելով, որ Հորմուզի նեղուցի շրջափակմանը կմիանան նաև այլ երկրներ։ Թրամփը նաև քննադատել է Հռոմի Պապին Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը դատապարտելու համար։ Նրա խոսքով ինքը չի ցանկանում այնպիսի Հռոմի Պապ, որը նորմալ է համարում Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը եւ որը քննադատում է ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա։ Թրամփը հավելել է, որ եկեղեցին Լևոն 14-րդին ընտրել է միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է։ Եթե ես չլինեի Սպիտակ տանը, նա չէր լինի Վատիկանում, պնդել է Թրամփը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում։ Երկրում նոր զոհեր են արձանագրվել, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։ Հզբոլահն իր հերթին հայտարարել է իսրայելական ուժերին թիրախավորելու մասին։ Միացյալ Նահանգներում Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել Վաշինգտոնում հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Ֆիդես կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում, զիջելով Պետեր Մագյարի գլխավորած ընդդիմադիր Տիսա կուսակցությանը։ Գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով 199 տեղանոց խորհրդարանում ընդդիմությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն, խորհրդարանի մանդատների 2/3-ը։ Այսպիսով Տիսան խորհրդարանում կունենա 138 տեղ, իսկ Ֆիդեսը եւ նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունը 55, եւս 6 տեղ կստանա ծայրահեղաչ մեր հայրենիք շարժումը։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 79.5%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Վարչապետ Օրբանը, որը Հունգարիան ղեկավարում էր 16 տարի, ընդունել է պարտությունը եւ շնորհավորել է Եվրամիության աջակցությունը վայելող Մագյարին հաղթանակի կապակցությամբ։ Մագյարի հաղթանակը ողջունել են եվրոպացի տարբեր ղեկավարներ, այդ թվում Եվրահանձնաժողովի նախագահը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Ուկրաինայի ղեկավարները։ Ավարտվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Զատկի տոնի կապակցությամբ 32 ժամով հաստատված հրադադարը։ Կողմերը միմյանց մեղադրել են այն բազմիցս խախտելու համար։ Միևնույն ժամանակ հրադադարի ռեժիմի ավարտից հետո ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ գրեթե 100 անօթաչու է արձակել։ Խերսոնում կան վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է ավելի քան 30 ԱԹՍ խոցելու մասին։ Բելգորոդի մարզում կա վիրավոր։ Սյուզաննա Չրաղյան։ Այս կադրերը, որոնք դուք հիմա տեսնում եք, եվրոպական առաջատար երկրների հանգստյան տներից չեն, այլ Գանձասար ճամբարի արդեն նոր նախագծի 3D պատկերներն են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 տարուց ավելի լքված մանկապատանեկան ճամբարի տարածքում աննախադեպ սոցիալական ներդրումային ծրագիր է սկսում, որն առայժմ թղթի վրա է, բայց ոչ պակաս ոգևորիչ։ Հանքարդյունաբերական ընկերության նոր համալիրը նախատեսված է 120 երեխայի համար։ Ճամբարը ունի ոչ միայն տարածաշրջանային կարևորություն, այլ նաև հանրապետական, քանի որ հանրապետության տարբեր մարզերից 7-ից 15 տարեկան երեխաները հնարավորություն են ունենալու այցելել ճամբար եւ անցկացնել իրենց անմոռանալի ամառային հանգիստը Կապանի գողտրիկ բնության գրկում։ Ինչպես գիտեք, 90-ական թվականներին նույն տարածքում գործել է մանկական ճամբար, որը մեծ խինդ եւ ուրախություն է բերել Սյունիքի մարզի երեխաներին եւ հաշվի առնելով այդ հանգամանքը եւ կարեւորությունը տարածաշրջանի համար եւ մեր ազդակիր համայնքների, ընկերությունը նախաձեռնեց այս հսկայական ներդրումային ծրագիրը, որը իրենից ներկայացնում է մոտավորապես 5.5 միլիոն ամերիկյան դոլարի ներդրում եւ հուսով ենք, որ ամենամնայունն է եւ կծառայի իր նպատակային նշանակությանը։ Թե որ մարզի եւ որ քաղաքի երեխաները եւ ինչ սկզբունքով կվայելեն նորաստեղծ ճամբարի հագեցած առօրյան, դեռ վաղ է ասելը։ Մի բան պարզ է, ամառային ամիսներին այն հիմնականում երեխաներին կսպասարկի, իսկ ողջ տարին այստեղ կանցկացվեն պաշտոնական հանդիպումներ, միջոցառումներ, աշխատանքային քննարկումներ, ճեպազրույցներ ու դասընթացներ։ Նախնականն այսպես ասած տարբերակով նախատեսում ենք 4 ջոկատ, ամառային սեզոնին լինելու է 100% զբաղվածություն, իսկ ձմեռային սեզոնին մոտավորապես 70% զբաղվածություն։ Կլինի կառավարչական, այսպես ասած, միավոր, որը կկազմակերպի այդ բոլոր աշխատանքները, համապատասխանաբար արդեն բոլորը իրազեկված կլինեն ընթացակարգերից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մանկապատանեկան ճամբարի կառուցման նախագիծն այս պահին հանրային լսումների փուլում է։ Օրերս Կապանում կայացավ թվով երկրորդը, որը ըստ օրենքի շինարարության մեկնարկից առաջ պահանջում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։ Նախագիծը ներկաների հավանությանը արժանացավ։ Բոլորս գիտենք, որ ամբողջ մարզում այս պահին գործող ճամբարներ չկան, եւ սա մեծ հնարավորություն է թե Կապան համայնքի, թե Սյունիքի մարզի մյուս համայնքների
երեխաների հանգիստը, ամառային հանգիստը կազմակերպելու համար, այսինքն բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից որպես հերթական սոցիալական մեծ նախագիծը, սա նաև նախագիծ է, որը բխում է մեր երեխաների շահերից, որը կարծում եմ գովելի է եւ ուրախալի, այնպես որ մենք կողմ ենք նման նախագծերի իրականացմանը Կապան համայնքում։ Իսկ մինչ այդ մենք Գանձասար ճամբարի տարածքում ենք, որտեղ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Նախագծի պատասխանատուները Կապանի բնությունով հիացած պատկերավոր ներկայացնում են, թե խորհրդային ժամանակներում ակտիվ գործած կառույցը առաջիկա տարում ինչպես կվերափոխվի։ В проекте предусмотрены спальные корпуса. Նախագիծը ներառում է ննջարանային մասնաշենքեր, ճաշարաններ, զվարճանքի գոտիներ, լողավազան, մարզահրապարակներ, խաղահրապարակներ եւ մի քանի այլ կառույցներ, որոնք նախատեսված են ժամանցի կազմակերպման, ուսումնական պարապմունքների, տարբեր սեմինարների, գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի ցուցադրությունների համար։ Здания выполнены из клееного бруса. Շենքերը կկառուցվեն շերտավոր մայրի սոճուց, էկոլոգիապես մաքուր նյութից, որը մենք հատուկ ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասից։ Ճամբարի տարածքում մի քանի լողավազաններ կլինեն, նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև դիմացկուն արհեստական խոտածածկով բազմաֆունկցիոնալ ֆուտբոլի դաշտ։ Ինչ խոսք, այստեղից հեշտությամբ չեն հեռանա եւ կշտապեն վերադառնալ, նշում է Սերգեյ Կուզմինը։ Мы уже знаем, что здесь ранее был. Մենք արդեն գիտենք, որ խորհրդային տարիներին այստեղ եղել է մանկական ճամբար, ուստի վայրը իսկապես գեղատեսիլ է, լավ ճանապարհային մուտքով, եւ դուք ինքներդ եք զգում թարմոթը։ Այստեղ հիմա գարուն է, իսկ ամռանն ուղակի հրաշալի կլինի։ Ճամբարի հին շենքից կիսավեր վիճակում պահպանվել է միայն ճաշարանային մասնաշենքը, որը վերականգնել հնարավոր կլինի, վստահեցնում են մասնագետները։ У нас есть место для костра. Մենք ունենք խարույկի համար նախատեսված վայր, որի շուրջը նրանք կհավաքվեն, կերքեն, Петь песни там, я не знаю, с гитарой, да. Արհեստական բանականությամբ վերականգնված խորհրդային ճամբարից հիշողություն մնացած այս լուսանկարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վարդան Ավետիսյանի անձնական արխիվից է։ Դրոշակակիր առաջամարտիկ տղան հենց ինքն է։ Միշտ եղել եմ դրոշակակիրը։ Արժանացել եմ խրախուսանքի, պատվոգրերի, դա նաև խրախուսման յուրահատուկ ձև էր, հա, ստատուսնի դրոշը կրել не каждому дано։ Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անց եմ կացրել այս ճամբարում, այս մաքուր օդում, այս հրաշք բնության մեջ անկրկնելի։ Ճամբարի վերականգնման մասին լսելուն պես անմիջապես տարածք է հասել ձեռքին անմոռանալի օրերից մնացած պատվոգրերն ու լուսանկարները։ Այս երկու քարերի վրա տեղադրված են եղել արձանիկներ, պիոներ, թմբուկով եւ շեփորահարի արձանը մյուս քարի վրա, հետքերը մնում է հենա հիմնաձողը մնում է, մոտ 250, 280, 300 երեխայի կարգի միշտ եղել են, հա, դժոք 6-7 ջոկատ ա եղել միշտ։ Ճամբարի նախագծի հեղինակները Կապանը խորհրդանշող այս հսկա քարերը մտադիր չեն հեռացնել, դրանք կմնան որպես հուշ եւ կծառային նպատակին, առանց փակագծերը բացելու, վստահեցնում են պատասխանատուները։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան։ Ապրիլի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամար։ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ի թիվս այլ ձևակերպումների որպես դաժան վերաբերմունքի դրսևորում, նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը, ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ շնամարտ կազմակերպողները իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչվում են թեստավորում։ Այս շնամարտերը հիմնականում արվում են ըստ շնամարտերն անողների պատճառաբանությամբ, որ գամփրները դուրս գան գայլերի դեմ, սակայն սա իրականության հետ ոչ մի կապ չունի, քանի որ երբ որ շունը կռվում է շան դեմ, դա լրիվ այլ մարդ է, երբ որ շունը կռվում է գայլի դեմ, դա լրիվ այլ մարդ է։ Այսինքն գամփրը գամփրի դեմ կռվելով ոչ միայն գայլի դեմ կռվել չի սովորում, այլ ավելի վատ է աշխատում հոտի մեջ, քանի որ ավելի լարված է շների մեջ լինում, այլ վնասվում է թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն եւ դա կենթանուն միայն վնաս է եւ նրանք սա կոչում են թեստավորում, ինչը իրականության հետ ոչ մի կապ չունի։
2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի մինչ ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ իրավապահ մարմինների համագործակցությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների կանոնադրությունում կա առանձին կետ առայն, որ հասարակական կազմակերպությունները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը հայտնաբերելու նպատակով ստացված տեղեկությունները պարտավոր են օրենքով սահմանված կարգով այդ մասին իրազեկել պատկան մարմիններին եւ միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու եւ հետագայում կանխելու նպատակով։ Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև քրեական օրենսգրքի 2 այլ հոդվածների հատկանիշներով։ Ադել տնային կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, ստանալով տեղեկություններ առայն, որ Լոռու մարզում Սպիտակ քաղաքի հարակից տարածքում պետք է իրականացվի շնամարտ, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է աշխատանքային խումբ եւ աշխատանքային խումբը արդեն մեկնել է Սպիտակ քաղաք։ Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։ Առավոտյան ժամը 10-ին մեկնել ենք մի քանի կենդանասեր կենդանապաշտպաններով, տեղում արդեն տեսել ենք, որ սկսվել է շնամարտը, բազմաթիվ մարդիկ կային, մեծ քանակի մեքենաներ, սկզբնական շրջանում տեսել ենք 10-ից ավելի գամփրներ, որոնցից ոմանք արդեն առնանման լաքարներով էին, այսինքն արդեն կռվել էին, ոմանք դեռ նոր պետք է անեին իրենց կռվելու։ Մասնակիցները, մասնավորապես կազմակերպիչներից մեկը, հանրային վայրում իրեն պահել են նաև կանանց հանդեպ եւ առհասարակ քաղաքացիների հանդեպ շատ վատ, հրել է մեզ, հայհոյանքներ են հնչել, հարվածել է, եղել է ոչ թափ վիճակում եւ պահել է իրեն ոչ ադեկվատ։ Մենք ահազանգել ենք ոստիկանություն, քանի որ այդտեղ հավաքված էին մոտ մի 40-ից 50 տղամարդ, որոնք իհարկե սկսեցին շատ վատ պահել իրանց, խուլիգանական ձևով պահել իրանց։ Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն կենդանասեր կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։ Եվ ոստիկանությանը ուզում եմ հայտնեմ իրոք խորին շնորհակալություն, ուղիղ ահազանգից 4 րոպե հետո ոստիկանությունը եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, որտեղ իրանք փակել էին այդ բլուրի տակի ճանապարհը, շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել։ Ոստիկանության ծառայողները հասնելով նշված հասցե ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից 3-ին եւ տեղափոխել են տրանսպորտային միջոցների եւ 8 շների հետ միասին ոստիկանության Սպիտակի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին չխախտել օրենքի պահանջը եւ դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։